Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Զորավար Անդրանիկին մինչև սոր անհայտ անձնական հեռագիրն է հրապարակվել։ Իսրայելը հարված Լիբանանում զոհու վիրավորնական Reuters ամերիկան զգալիորեն սպառել է հեռահար հրթիռների պաշարները։ Էլեոնորա Սարգսյան անին մեր պատմական հիշողության կարևոր մասն է։ Խանջանի անլրելի զանգակատուն էսքիզները ներկայացան Կոմիտասի թանգարանի ինստիտուտում։ Աշոտ Հարությունյան պիտի փաստագրենք Շուշիում կատարված մշակութային ավերածությունները։ Աշոտ Հարությունյան Բաքվի պատմակեղծարարները փորձում է խաղաթյուրին հայկական մշակութային ժառանգությունը, հացը ինքնության պահպանման խորհրդանիշ։ Reuters-ի փոխանցմավը Իրանանահետ հենգյամես քեցած կռվին վախտը Ամերիկան զգալիորեն խրիկցրալ է պետչուր ճշգրտության հեռահար հրթիռների, այդ թվում ATACMS ու PRSM համակարգերի պաշարները։ Գործակալության աղբյուրների համաձայն սպառազինության նվազումը մտահոգություն է առաջացրել Ամերիկայի ռազմական պատրաստվածության մասին։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը վստահեցնում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ունենալու բավարար զինամթերք ցանկացած անհրաժեշտ գործողություն իրականացնելու հետի։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովի պատգամավոր Արցախահարցերով հանձնաժողովի նախագահ Աշոտ Հարությունյանը հայտարարել էր վերջին տարիներին Բաքվի պատմակեղծարարները փորձում են հայկական եկեղեցիներն ու արձանագրությունները ներկայացնել որպես այլ ժողովրդի մշակութային ժառանգություն։ Յուրան նշել է, պատմական փաստերի նման մեկնաբանությունները հիմնված չեն գիտական մեթոդաբանության իրան, այլ ծառայում են նախապես ձևավորված քաղաքական նպատակներին։ Հարությունյանը շեշտ տալ էր մշակութային ժառանգության պահպանման կարևոր նախապայմանը դրա իրական պատմության նկատմամբ հարգանքն է, որովհետև պատմական ինքնության խեղաթյուրումը վտանգում է նաև ժողովրդի պատմական հիշողությունը։ 2026 թվականին առաջին դոնիմը հանրությանը ներկայացվել է զորավար Անդրանիկին 1927 հունիսի 16-ով թվագրված անձնական հեռագիրը վերապահպանվում է Իրան Վառնայի տանը։ Փաստաթղթողված է Իրան կնգանա Նվարդ Օզանյանին, որ բացահայտում է զորավարի անձնական կյանքի մի պատահարեք հայտնի դրվագները։ Հեռագրի մեջն Անդրանիկը տեղեկացնում է Իրան առողջությանը, Իրան ճանապարհորդության մասին, խոսքը կամ կնգանը փոխարին է Իրան չգոհացրած մուշտակը։ Հայտարարված վավերագիրը կարևոր պատմական աղբյուր է ներկայացնում է զորավար Անդրանիկին ոչ միայն որպես ազգային հերոս, այլև որպես ամուսին ու մարդ։ Հացը հայ ժողովրդին հետի մենակ սնունդ չի, այլ ավանդություն, ինքնության, ընտանիքի ու մշակութային ժառանգության խորհրդանիշ։ Հեղինակը մանկության հուշերի միջոցով ներկայացնում է թահունցա հացի պատրաստում միավորում ընտանիքը, սվորցնում գնահատել աշխատանքը ու հարգել հացը։ Հոդվածը շեշտում է, որ հայկական հացը, հատկապես լավաշը, դարեր շարունակ պահպանել է հայերի ինքնությունը, Արևմտյան Հայաստանում, Սփյուռքում մնալով ազգային արժեքների ու շարունակականության խորհրդանիշ։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովի պատգամավոր Արցախահարցերով հանձնաժողովի նախագահ Աշոտ Հարությունյանը կոչ արել փաստագրել ու ուսումնասիրել Շուշիում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը։ Եթե սոր մունք փաստագրինք վեճ ուսումնասիրենք վերջնման դեպքերը, ապա էգյուս դրանք աշխարհին ներկայացվելուն որպես սովորական կինոնկարների նկարահանումն է առանց հիշատակերի, թե իրականում Աբշերոնյան զավթիչները ինչ արժեքներ են ոչնչացրել Շուշիում, այդ վավերագրական կադրերը ստեղծելի հետ նշավ ինքը։ Իսրայելը զինված ուժերը հայտարարում վեր հարվածներին հասցրել Լիբանանը հարվում մեղադրելով Հեզբոլլահին հրադադարի խախտման մեջին։ Լիբանանա պաշտոնական աղբյուրների համաձայն Թեբնին քաղաքում անօդաչու թռչող սարքի հարված ինդերդան զոհվել մի մարդ ու 11-ը վիրավորվել։ Միաժամանակ իսրայելական լրատվամիջոցները հայտնում վեր հարավային Լիբանանում ականապատ շենքում տեղի ունեցած պայթյունի ինդերդան զոհվել է 2 իսրայելցի զինծառայող, ևս 7-ը վիրավորվել։ Դեպքը տեղի ունեցել Իսրայելո-Լիբանանա միջև հրադադարի պայմանավորվածության ֆոնին վերի խախտման հետի կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։ Խաղաղության փորձագետ Էլեոնորա Սարգսյանը նշել է, որ անի այցելությունը իրեն հետի առանձնահատուկ ու հուզիչ փորձառություն այլել։ Ուրան նշել է, որ անին հայ ժողովրդի պատմական հիշողության ինքնության կարևոր խորհրդանիշներն է, իսկ Հայաստան ադրոշները տեսնել սահմանի մյուս կողմում խորը զգացմունքներ առաջացրել։ Սարգսյանն նաև ընդգծել է, որ անին հայերին հետի պատմամշակութային արժեք ունի ու ներկայացնում է պատմական հիշողությունը, այլ ոչ թե տարածքային պահանջ։ Կոմիտասի թանգարանի ինստիտուտում օպեցվել է Գրիգոր Խանջյան հեռունակարիչն է գիրքը ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Պարուշ Սևակին անլրելի զանգակատուն պոեմին հետի Գրիգոր Խանջյանի ստեղծած 40 էսքիզներն, օֆորտներն, արխիվային լուսանկարներն ու փաստաթղթերը։ Ցուցահանդեսը ներկայացնում է Խանջյանի ստեղծագործական ընթացքը, իրեն յուրահատուկ մոտեցումը, Կոմիտասի կերպարի պատկերավորմանը, ընդգծելով հայ գրքարվեստումը այս նկարազարդումների բացառիկ արժեքը։
Սիրելի հայրենակիցներ, սորվա տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետ և պնդկացիք։